Այսօր այս ոճի մեջ առաջի անգամ 911 ավտոյի հետ նկարում ենք ավտոմեքենաների обзոր կա ու առաջինը հենց մեր 911-ի Mustang-ն է։ Ford Mustang 2019 թվականի կաբրիոլետն է։ Այս ավտոն որ տենում ես, բոլորի կողմից հարգված, սիրված ավտո է, որ հելնում ես քաղաք ֆռալու, ասում են եկավ։ Ընկերներով կանգնած եք, հարցնում են խոսքի ես մոտորի հզորությունը ինչքան է, ասում ես 2.3, բայց դե քչերը գիտե, որ այդ 2.3-ի տակ մի 320 ձի է ակտիվ։ Այս ավտոին որ նայում ես, հասկանում ես, որ վրան աշխատել են ընտիր ինժեներներ։ Այս ավտոյի ստոպի լույսերը սես ներկայացնեմ ձեզ։ Հետևից դալնի են տալի, դու ռեսկի ստոպ ես տալի, փոշմանում է, որ քեզ դալնի են տվել։ Вот это поворот! Եկեք սալոն։ Ինչ արա։ Ինչ արա։ Այս ավտոյի գեղեցկությունը այդքանով չէր սահմանափակվում։ Իրական գեղեցկություններից մեկը սա։ Էսա, իրական գեղեցկությունը, արի սալոնը ցույց տամ։ Կմտածեք սովորական Mustang է, չէ, կոնկրետ իմ համար այս Mustang-ը լրիվ տարբերվում է։ Սալոնը կարբոնապատ է, նստե նայեք։ Ղեկը լիպիստոկներով է, էլի սենց սիրուն կարբոնի դետալներով, այս լույսերը տենում եք, չէ, ինքը զավոդից սենց զավասկոյ հանած է։ Դե նստատեղերը կոժից է, տաքացվում, հովացում ունի, իրա սիրունությունը ներկայացրեցի, իրա ինչներ? Ինչ է? Սիրունությունն ինչներ? Մտասա։ Կաբրիոլետ։ Ավրես, իրա կաբրիոլետներ։ Հա, լրիվ։ Օպերատորս ասում է ինչի նստեմ, նստի իշնեմ, սենց ինչ-որ մի բան։ Ոչեմ, սալոնը CarPlay համակարգ ունի։ Նստատեղերի հովացում, տաքացումը ասեցի, քշենք։ Ես քշեմ, տերը քշի, всё, սա կանչենք տողգա քշի, հիմա իրան տեսեք մի հատ ինչա անում հիմա։ Դե ոնց ասեցի, այս ավտոն պտի քշես, որ զգաս։ Վայրենյա, մինչև ինքը գնա ֆռա գա, ես իրա գազան կադրերը թողեմ ստեղ, դուք նայեք, ընդեղից էլ կադրեր ցույց կտամ։ Хотели шоу? Вот вам и будет шоу. Оп. Ճիշտ է, ես չեմ երևում, բայց հələ մի հատ վայելեք ես գիշերային արմավիրը ու այս Mustang-ը, ասենք գժություն։ Չա։ Էսա իսկական ավտոն, ուրիշ ավտո չես կարող ուղղակի քշես։ Վերջ։ Հուսով եմ այս ֆորմատը ձեզ դուր եկավ, հետևում եք մեր էջին, կոմենտներում են նշում եք, թե հաջորդ ավտոն ինչ обзор կարանք անենք։ Սպասում եմ ձեզ։